3 հրաշալի միջոց տան մրջյուններից ազատվելու համար։ Դու նույնիսկ չէիր կասկածում, որ դա այդքան հեշտ է։ Միջատների վերացման գելերը պարունակում են առնվազն 0.5% ֆիբրոնիլ կոչվող նյութ, որը վահանաձև գեղձի մեծացում է առաջացնում։ Աերոզոլներն իրենց բաղադրության մեջ ունեն դեզոդորացված գազ, որը կարող է տանջող գլխացավեր առաջացնել։ Մատիտներն առաջացնում են ծանր ալերգիկ ռեակցիաներ երեխաների շրջանում։ Ներկայացնում ենք մրջյունների դեմ հզոր միջոց։ Բոռաթեթվով խայծը ամենաարդյունավետ միջոցներից է։ Լավ խաշած ձվի դեղնուցը խառնիր ինչ-որ քաղցր բանի հետ։ Հարմար կլինի շաքարավազը, մեղրը, մուրաբան։ Ստացված խառնուրդին 20 գրամ բոռաթեթու ավելացրու։ Խառնուրդից մանր գնդիկներ պատրաստիր եւ դիր մրջյունների ճանապարհներին։ Հաջորդ օրերին կտեսնես, որ միջատները սկսում են զանգվածաբար սատկել։ Այդպիսի գնդիկները գոնե 1 ամիս տնելու դեպքում տարածքում ոչ մի մրջյուն չի մնա։ Այս միջոցը շատ արդյունավետ է, քանի որ մրջյունները խայծն իրենց բույնն են տանում, այնտեղ էլ են մրջյունները ոչնչանում։ Երկրորդ, սխտորը մրջյունների դեմ պայքարի եւս մեկ հրաշալի միջոց է։ Եթե սխտորի հոտը քեզ չի նյարդայնացնում, կտրտած սխտոր դիր շրիշակների բոլոր անցքերի մեջ, այսինքն պարկետի։ Երրորդ, սկոտչով ծուղակն անվրեպ է գործում։ Երկկողմանի սկոտչ կպցրու թղթի ամբողջ պարագծով, իսկ կենտրոնում ոչ մեծ հյուրասիրություն դիր։ Այսպես քիչ մրջյունների հնարավոր կլինի վերացնել, որպեսզի արդյունքն ավելի զգալի լինի, համագործակցիր բոլոր հարևանների հետ։ Եթե միջատների գրոհները հաջողվեց կանգնեցնել, մի թուլացիր, մրջյուններ կարող են նորից հայտնվել, պետք է որոշ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկես։ Երբեք մրջյունների համար սնունդ մի թող։ Լավ մաքրիր բոլոր փշրանքները, խոնավ կտորով սրբիր աշխատանքային մակերևույթները, աղբը հաճախ թափիր։ Ժամանակ առ ժամանակ խոնավ մաքրություն արա անուշադրի սպիրտ օգտագործելով։ 10 լիտր ջրին կպահանջվի 1 թեյի գթալ նյութ։ Պաշտպանիր օդափոխման անցքերը, օդափոխման խողովակի շրջագծին լայն երկկողմ սկոտչ կպցրու։ Նյութի տեքստային տարբերակը կարող ես գտնել հոլովակի բնութագրի մեջ։